Աստծո խոսքեն հատված պիտի գարտամ, որ գտնվի Մատթեոսի ավետարանի մեջ 24-րդ գլուխին 36-ին 42 պիտի գարտամ։ Մատթեոս 24 36-ին 42 Իսկ այն օրվան և այն ժամվան համար մարդ չգիտեր, ոչ այլ երկինքի հրեշտակները, հապա միայն իմ հայրս, բայց ինչպես Նոյի օրերը եղավ, որդվո մարդո քալուսնալ այնպես պիտի ըլլա, քանզի ինչպես էին այն օրերը չրեղեղեն առաջ, գուդեին, գխմեին, գինգարնեին ու էրգան գուդային, մինչև այն օրը, որ Նոյ դաբանը բդավ, և չգիտցան մինչև չրեղեղ եկավ ու ամենը վերցուց, որդվո մարդո քալուսնալ այնպես պիտի ըլլա, այն ադեն, եթե երկու հոգի արդիմը մեջ ըլլան, մեկը պիտի առնվի ու մույսը ցկվի, եթե երկուքին մեկ աղորիքի մեջ աղալու վրա գտնվին, մեկը պիտի առնվի ու մույսը ցկվի, ուրեմն արթուն գեցեք, վասնզի չեք գիտեր թե որ ժամուն ձեր Տերը գուքա։ Թող Աստված օրհնի իր խոսքին ընթերցանությունը Երկու գիրագիներ վերջին օրերու զգայացուց նշաններու մասին խոսեցանք, հիմք ունենալով Աստվածաշունչը և Աստվածաշունչին մեջ արձանագրված մարգարեությունները և աշխարհի վրա տիրող վիճակները կամ ստեղծված այն բարակաները, որոնց մասին հարյուրավոր տարիներ առաջ մարգարեացված էր։ Երբ Աստված այս աշխարհը ստեղծեց և մարդը անոր վրա իշխան գարկեց, հավիտյան իշխան մնալու համար գարկեց։ Սակայն մեղքի պատճառով այդ իշխանությունը գործընծուց և սատանա եղավ այս աշխարհին իշխանը։ Անոնք, որոնք չեն ուզեր ընդունել, որ այս աշխարհին իշխանը սատանան է, թող հիշեն Հիսուսի խոսքերը, որը ասավ. Հիմա այս աշխարհին իշխանը դուրս պիտի ցկվի։ Հովհաննես 12:31 Իսկ 14:30-ի մեջ ալգսե, ալ ցեզի հետ շատ պիտի չխոսիմ, վասնզի այս աշխարհին իշխանը գուքա և իմ վրաս փամբը չունի։ Ով գուքա այս աշխարհին իշխանը։ Իսկ Պողոս առաքյալ գսե, այս աշխարհի Աստվածը անհավատներու միտքերը գործուց, որպեսզի ավետարանին բարի լուրը անոնց լույս չծագեցնե, անոնց վրա չծագի։ Ուրեմն մեղքին պատճառով, որովհետև սատանան այս աշխարհին իշխանն է, այս պատճառով մահը մուտք գործեց և աշխարհալ վերջ ունեցավ։ Օրմը այս աշխարհի իր վախճանին պիտի ասնի Հիսուսի վերադարձով և իրենները քովը առնելով։ Այնպես որ փողը պիտի ընչեգսե առաքյալը, նախ ննչեցյալներ հարություն պիտի առնեն, ետքը ողջ մնացող հավատացյալներ պիտի հափշտակվին։ Առաջին Թեսաղոնիկեցիս 4:15 Գգարտանք, սակայն դերոջը օրը քողի պես կուքա, որ ադեն երկինք սաստիկ շարաչյունով պիտի անցնի ու դարերտները փրնգած պիտի այրին։ Որով վաղճապանական նյութերը Աստվածաշունչի սուրբ քրային հիմք ունին, նոր վարդապետություն բչե, հինեն իվեր աշակերտները նսկսյալ հարցումը, որ եղած է, երբ աշխարհի վերջը պիտի գա։ Պատասխանը Հիսուսի վերադարձով։ Այս աշխարհը ասակ չի գրդար շարունակվել, դեղը վերջ պիտի գտնե։
Երբ Հիսուս վերադառնա։ Երբ Հիսուս վերադառնա, ամեն բան իր վաղճանին պիտի հասնի։ Դասը գույսերու արագի մեջ կգարտանք, երբ Փեսան եկավ ու պատրաստ եղողները անոր հետ հասնիքը մտան եւ թուրը կոծվեցավ։ Հասնիքը մտան, ետքը ինչ եղավ, թուրը կոծվեցավ։ Թուրը կոծվեցավ, կնշանակե ամեն բանի վաղճանը հասավ։ Բոլոր քրիստոնյա համայնքներ կհավատան, որ աշխարհ վաղճան պիտի ունենա։ Ինչպեսի վաղճանը պիտի ունենա, մանրամասնության մեջ տարբեր գաղափարներ կան հինեն ի վեր։ Սակայն ցայտուն է այն ճշմարտությունը, թե առաջ որ Հիսուս վերադառնա եւ ամեն բան իր վաղճանին հասնի, աշխարհի մեջ գարմը թեփքեր եւ նշաններ դեղի պիտի ունենան։ Փնության մեջ տարօրինակ երևույթներ, մարդոց կյանքերեն ներս, աշխարհի մեջ որոշ վիճակներ պիտի ստեղծվին, որ մեր դերնալ ագնարգեց, գարտացինք, բայց ինչպես Նոյի օրերը եղավ, որտո մարդո քալուստալ այնպես պիտի ըլլա։ Նոյի օրերը օրինակ կբերե։ Քանզի ինչպես էին այն օրերը չրեղեղեն առաջ, գուդեին ու գխմեին, գին գարնեին էրգան գուդային, միայն մինչև այն օրը, որ Նոյ դաբանը բդավ ու չքիցան, մինչև չրեղեղ եկավ ու ամենը վերցուց, որտո մարդո քալուստալ այնպես պիտի ըլլա։ Վերջին օրերու նշաններու մասին եկեղեցվո փեմերեն քրեթե չխոսվիր, չքարոզվիր։ Եթե գուզեք գլխավոր պատճառը թվեմ ցեզի, որովհետև այս նյութը ուղղակի գաբ ունի Հիսուսի երկրորդ քալստյան հետ, Աստծո Թադաստանին հետ եւ հաշվետվության հետ։ Մարդը Աստծո հաշիվ պիտի տա, Աստված թժողքի պիտի թադաբարդե, այսինքն հավիդյան իր մե բաժանում եւ այս իսկական թժողքը, ուր հավիդենաբես Աստված հոն չէ, իսկական թժողքը այդ է։ Բոլոր անոնց, որոնք պիտի թադաբարդե, բոլոր անոնց, որոնք անոր երկայնմտությունը եւ համբերությունը չարաչար կործածեցին եւ ընդրեցին մեղքը ու անոր մեջ ապրիլը։ Մերժեցին Քրիստոսի թագավորությունը ըսելով, չեն գուզեր, որ ան մեր վրա թագավոր է։ Ես եմ իմ անձիս թագավորը։ Ես ուզածիս պես պիտի ապրիմ եւ ոչ թե ան պիտի թագավորե ինձ, մերժեցին։ Եվ այս նյութերը մարդոց անհանգստացնող նյութեր են։ Այս նյութերու շուրջ քարոզելը մարդոց արթնցնելու, զգուշացնելու եւ զանոնք ապաշխարության հրավիրելու փնույթ ունին, ինչ որ շատեր չեն ուզեր լսել։ Աստուծո սրտած փառք կուտա մեր եկեղեցվո հայրերուն համար, որոնք 40 օր մեծ բակի ժամանակաշրջանը որդեգրած են եւ այդ ժամանակաշրջանի մեջ բոլոր հոգևոր հովիվները ըսկանչելի քարոզիչներու կվերածվին եւ մարդոց ապաշխարության գոչ կնեն, Աստուծո մոդենալու գոչ կնեն, փառք Աստուծո, որ այդ 40 օրնալ գա եղել, երanu 80 օր տնեին, ինչ որ մենք ամեն գիրագի հաճախ կնենք, որ մարդը պետք է Աստուծո մոդենա, մարդը պետք է միտքը փոխե, պետք է ապաշխարե, 40 օր ետ կգանցնի, մենք ապաշխարության պետք չունենք, մենք արդեն քրիստոնյա ենք, եւ Գաբրիին իրենց ուզածին պես, լավ որ 40 օրը դարձյալ գուքա եւ գսկսին դարձյալ ապաշխարություն քարոզելու եւ այսօր համար փառք կուտանք Աստուծո, որ այս բանալ գա եղեր։ Քոնե Աստուծո հոգին միգուցե կորձե եւ մարդիկ արթնան
ըսկաստանան և Աստուծո մոտենան։ Ուրեմն, այս նյութերը անհանգստացնող նյութեր են, որով եկեղեցու հովիվը առաջնորդը հաշիվ գնե, եթե ես շարունակ ժողովրդին այս նյութերով խոսիմ, պիտի անհանգստանան և անցրևի նման նկատողություններ պիտի դեղան իր վրա, քանքադողներ պիտի լան, պիտի ասեն այս նյութերը մեր մեջ վախ կստեղծե, մեր չիղերը կխանքարե, միտքերնից դակ դու վրա գնե, արդեն չիղերնից խանքարված է, քիչ մխաղություն ունենք, անալ գործընծուցինք, այնպես որ մենք կգարձենք, որ գիրագի եկեղեցի երթալով ամեն բան իր գարքին թրված է, սակայն հիմա ուրիշ բաներ կլսենք, հիմա կլսենք Հիսուսնորեն պիտի կա եղել, այս անգամ թադաբարդելու պիտի կա, հաշիվ պիտի բանջե, և այլն, և այս բաները մեզ նեղություն կպատճառեն, անորամար հաշիվ գնեն եկեղեցու առաջնորդներ, քարոզիչներ, այս քանքատները չլսելու և դժվարություններ չստեղծվելու համար թրական պատգամներ կտան։ Աստված բարի հայրիկ է, ողորմած է, սիրո Աստված է, որքան ալ իր մեհերանաս, ուզես չուզես անպայման ետ իրեն պիտի վերադառնաս, թուն արդեն քրիստոնյա ես, մտահոգվելու և վախենալու հարց չկա, հրաշքներ կատարող ամենազոր Աստված կարող չէ քեզ ետ բերել, անշուշտ կարող է։ Այս դասակարգի մարդիկ, երբ Հիսուս վերադառնա, պիտի ցնցվին, պիտի ըսկաստանան, պիտի ողբան, ավելի լավ չէ, հիմա ըսկաստ ապրին, իմաստուն գույսերու նման արդուն գենալ ավելի լավ չէ, հիմա իր դերոջը սպասող ծառայի նման պատրաստ լալ թիմավորելու, երբ ան վերադառնա, անշուշտ ավելի լավ է։ Հիսուս Ուգասու ավետարանի մեջ ըսավ 21:34 գարտամ, իսկ դուք զգուշացեք ցերանցերուն, չլավոր սիրտերնիդ գերուխումով ու քինովությունով և աշխարհային սպամուկներով ձանդրանա ու հանգարձակի այն օրը ցեր վրա հասնի։ Հանգարձակի այն օրը մեկ անգամ պիտի պատահի, հաճախ պիտի պատահի։ Մարդկային պատմության էջը պիտի կոչվի այն օրը։ Դեր Հիսուս մեկ անգամ պիտի վերադառնա ու ամեն բան իր վախճանին պիտի հասնի։ Ուրեմն, առաջ որ Հիսուս վերադառնա, գարմը նշաններու մասին խոսեցա և այդ նշաններեն մի քանիները տեսանք երկու գիրագիներու մեջ։ Գիտությունը պիտի շատնա, ավետարանի քարոզչությունը փոխանցակ աշխարհի, ասոնք ոչ պատերազմներու գնմանին, ոչ համաճարակներու գնմանին, ոչ ալ երկրաշարժներու, ասոնք եղած են պատմության մեջ, այնպեսի երկրաշարժներ եղած են, որ քաղաքներ քետնին դագ անցած են, այնպեսի համաճարակներ, բայց ասոնք գիտությունը պիտի շատնա, ավետարանը պիտի քարոզվի աշխարհի բոլոր կողմերը, ասոնք հսկայացած նշաններ են, աշխարհի մարդոց մտքի վիճակի վատթարացումը և երկնային ու երկրային գսե մարմիններուն այրվիլը, այսպեսի բանը կատարվիլը մեզ չզարմացներ հիմա, չզարմացներ երբեք։ Այսօր պիտի տեսնենք ուրիշ զգայացած նշանը։ Այդ նշանը հայտնության քիրքի մեջ հիշված թրոշքն է։ Պիտի գարտամ 10-րդ գլուխին 15-18 գսե և իշխանություն դրվեցավ անոր, որ Քազանին պատկերին հոգի տա, որպեսզի Քազանին պատկերը խոսի, և ով որ Քազանին պատկերի երկրպագություն չլե, զանիգա սպաննել տա, և գստիբեր ամենը, այսինքն բզդիկները ու մեծերը,
եւ հարուստները ու աղքատները, եւ ազատները ու ծառաները, որ իրենց աջ ցերքին վրա կամ իրենց ջակտին վրա թրոշ ընդունին, եւ որ մեկը չգրնա քնել կամ ծախել, բայց միայն ան, որ ունի թրոշմը կամ քազանին անունը կամ անոր անվանը թիվը։ Հոսե իմաստությունը, ով որ միտք ունի, թող հաշվե քազանին թիվը, քանզի մարդու թիվն է, ու անոր թիվը 666 է։ Թրոշմ գսե հայերեն։ Ինչ կհասկանանք թրոշմ եթե ասե, հունարեն բնակիրը խարագմա գսե, որ կնշանակե քիձեր, ասպես, խարագմա։ Թրոշմին հարցն ժամանակին բղդոր բատկեր մներ։ Մարդիկ ասվածապաններ գգարտային, գստիբեր մեծերը, բզդիկները թրոշ պիտիդան, ինչպես պիտլա, բոլոր աշխարհի մեջ, ոչ թե որոշ դերբը, բայց ներկայիս ասիգա հստակ է։ Հինադեն, ինչպես եկեղեցվո շատ մահայրերը, խորհրդաբատկերի, որպես խորհրդաբատկեր կներկայացնեին, գսեին, որ աջ ցերքին վրա թրոշմը գխորհրդանշե մարդուն կորձող ցերքը, իսկ ջակտին վրա թրվիլը անոր մտածելուն, այսինքն գսեին խորհրդաբատկերը գսեին մարդիկ իրենց կորձերով եւ խորհուրդներով անտիքրիստոսի գամքին պիտի ենթարկվեին։ Շատ ճիշտ է, դրա բանական է, ասկե հարյուրավոր դարիներ առաջ, սակայն այսօր թրոշմի հարցը շատ ավելի լուսավոր եւ հստակ է։ Մանավանդ երբ գարտացինք, ան որ այս գնիքը չունի, չգրնար քնել կամ ծախել։ Այսօր եթե բամը պիտի քնենք, ինչ կկործածենք, կրեդիտ կարդ, չէ, ադի կկործածենք։ Բոլորիս հայտնի է, ծածուկ բամը չէ, որ շուտով բոլոր մարդիկ միայն այդ քարտը պիտի կործածեն, որում մեջ կործածողին անձնական դերեկությունները կան։ Ներկայիս Եվրոպայի մեջ գարմը մեծ ընկերություններ շատ փոքր չիպը հնարած են եւ պաշտոնյաներուն աջ ցերքին վրա որոշ տեղը զեդեղած են։ Եվ ցեզի կուզեմ ցույց տալ, թե ինչ է այդ թրոշմը։ Այսօր մեջ անձնական բոլոր հաշիվները կան, դերեկությունները կան։ Պաշտոնյաներ այսօր հետ թուրը կփանան, թուրը կկոծվի։ Տրամական հաշիվները ամենանոր միջոցով գարքի կտրվի։ Եվ եթե արևան քվին, շուտով կգտնվին ուր ըլլալդին։ Այսօր անասուններու մեջ ալ գտնեն, չէ, բզդիկ բամը կսրսկեն, եթե խեղճ գադու գործվի, որբեսի մարդը քիտնա ուր է։ Օր բիդիկա, որ բոլոր մարդիկ այս չիպը բիդի կործածեն։ Ով ասավ այս ընկերություններեն մեկումը դնորենը Patrick Masterton ասավ ասի 15 տարվա խոսք է նոր բամը չէ ասավ օր բիդիկա որ բոլոր մարդիկ այս չիպը բիդի կործածեն ասի խարագմա է փորակրված քիձեր երբ որ ասկե մի քանի տասնյակ տարիներ առաջ մարքեթներու մեջ բարկոդը մեջտեղ ելավ դու փեղեններուն վրա ասպես քիձով ջերմակ ադի ելավ ասվածապաններ սկսան ավելի լավ հասկանալ ինչ է խարագման եւ ասին ասպիդլա բայց միակ բանը որ բագաս է փորակրված է անոնք փորակրված չեն բարձ քիձեր են այնպես որ այս բաները ճշմարտություններ են եւ ջակդին վրա մտածելու եւ կործելու որպես խորհրդաբատկեր շատ ճիշտ է բայց հիմա շատ հստակ է
որ թրոշմը ինչ է։ Այս տեսած խարագման է։ Գարտացված հատվածի մեջ որ գսե թրոշ, ատլերենն ալ մարկ գսե թրոշ, բայց հունարենը խարագմա փորակրված փարակիձերն։ Եվ այս փարեն խարագմա փարեն ձակում արած է խարակտիրա, նգարակից, մարդու անցիմը գերբարը փնությունները։ Ուրեմն, ինչ որ տեսակ փոքր փարակ չիպմը չէ, փորակրված քիձերն։ Մենք չեք ուսուցաներ երբեք, որ այս խարագման թրոշմը զոր հիմա գշրջակայի 666-ն է, երբեք։ Սակայն գրնակ առանց վարանելու ասել, որ այդ փոքր կորձիկը շատ հեշտությամբ գրնա անտիքրիստոսի դրամատրության դակ միջոց մթարնալ, որբեսի անկործած է և իր հետևորդները գնքե, գարտացինք, գստիբեր, մեծերը և բզդիկները։ Եկեք այս պարնա լավ հասկնանք, գստիբեր պարը։ Հունարեն պնակիրը պիի պանդասկս է։ Պիի գնշանագե այնպես մընել, որ համոզեք եզի։ Ոչ տեզենքը կլուխի տնե, հաբա այնպես մընե, որ թուն համոզվիս։ Այնպես մը կեդինը բիդի բադրաստ է, որ մարդը համոզվի և ընդունի թրոշմը։ Համոզիչ դառնալու համար անտիքրիստոս շատ կարևոր բան պիտի խոստանա, որ մարդուն համար էական է, անհրաժեշտ է, անհրաժեշտ։ Մարդուն համար այն կարևոր բանը ինչ է։ Ապահովություն։ Այս է մարդուն համար։ Մարդը իր ապահովության համար ամեն միջոց գործած է։ Վերջին համաճարակը երբ մեջտեղ հանեցին, հեղուկ մնալ հանեցին, բադվաստը, համոզվեցանք չէ, համոզեցին։ Շատերսի չճադիգա անտիքրիստոսի գնիքը 666-ն է, այնպես որ չեն գարդեր, շատ մկարոզիչներ ասին, գամ բադվաստը, գամ Քրիստոս ընդրե։ Եղբայր, ադիգա հեղուկ է, թրոշմը չէ, թրոշմը խարագման է, ինչ որ դեսակ քիչ առաջ։ Ուրեմն, բայց, համոզեցին մարդոց, այո, չես կրնար ճամփորդել, քու ապահովությանդ համար։ Բան բչունին ես լավ եմ, այո, բայց կփոխանցես, շատեր համոզվեցան։ Այնպես որ մենք ծեր օգուտին համար գնենք և համոզելուն կործածած միջոցը ամենա կլխավոր համոզիչ դարձնելու այդ կլխավոր աստագը կործոնը ինչ եղավ, ապահովությունը։ Մենք հոսենք քո օգուտիդ համար, քո շահիդ համար, մենք քեզի կմտածենք, քո առողջության համար կմտածենք, կաշխատենք, ծեր ապահովության համար կաշխատենք։ Հիմա ըսոներ չեն հավատալ, ինչպես որ խոստովանեցան, երբ որ համաճարակը մեջտեղ անեցին, բայց լսողներ կհավատան։ Դրա բանական գտվի Ջան Դերբին այն քաղաքարը, թե այս խարագման թրոշմը եկեղեցվո հապշտագութենեն ետկը ըլլա, որովհետև այդ բարակային համոզելը հեշտ է, հիմա եթե համոզեն բավական աղմուկ պիտել է, մարդիկ պիչի ընդունին, ուղղակի եթե բաշտոնապես ըլլա, բայց երբ եկեղեցին վերարնվի, հապշտագողները եկեղեցի վերարնվի, համոզելը թյուրույն պիտելլա, հապշտագութենեն ետկ հոս մնացողներուն պիտի ասեն, եթե այս թրոշմը առնեք խարագման, ահա պիտի մնաք։ Ահավասիկ միլիոնավոր մարդիկ կացին, ուր կացի չեք գիտեր, անհետացան։ Արեք այս թրոշմը և ցեզի եթե արևանքողը լան, մենք պիտի գտնենք ուր եք։
Աշ ռոբոտ մեքենաներով, ոչ թե ոստիկան միտքաժամերով, անմիջապես մենք գիտենք ուրեք, ապահով պիտի ըլլաս, եւ քեզի պիտի ազատենք։ Հարցը այս չէ, ինչպես էսի մանրամասնության եթե երթանք, զանազան քաղաքապարներ կան։ Երբ մարդոց պիտի ստիպեն, որ թրոշմը առնեն, մեծ նեղութենեն առաջ, մեծ նեղութունին գիսուն, հետո երբեք զիս չի հետաքրքրել։ Միտքս սպաղեցնող և շեշտը զոր պետք է թրվի, ինչպես որսի նորեն գուզեմ ասել։ Այս նյութը զիս և քեզ ավելի Աստուծո կմոտեցնե, խոս է հարցը։ Այս նյութը թույլ գուտա, որ մեջդ այսպես ավելի քու անցիդ վրա աշխատիս, Գյանքս ավելի Աստուծո հաճելի ըլլա, օր գծեր պազատվիմ, պիս պնավորություններեն, կեշ պնավորություններեն, հարցոս է։ Գենցաղս զասված գուրախացն է, այս նյութը պետք է ինձի խորհիլ դա, իմ ասում գույսերու նման ըզգաստ եմ, պապակներս ինչ են կու պապակներդ, նպատակը թիդելով, Հիսուսին նայելով, գվազեմ, մորնալով յետևի բաները, Քրիստոս նախաբադիվ է իմ ծրագիրներուս մեջ, եթե այս բաները քեզ չեն հետաքրքրել, իմաստ չունի գիտնալը թրոշմին, երբ թրվիլը, սկիզբը, վերջը, գիսուն, երբեք իմաստ չունի, երբեք։ Այնպես որ այս պետք է մեզի հետաքրքրե։ Ունեցած գիտությունովդ եթե գբարձենաս, անոր միայն իր գիտությունով գբարձենա, փարիսեցյան գդառնա։ Ճիշտ անունը այդ է, գիտությունով գբարձենա։ Ես գիտեմ։ Բայց չմղեր, զիս չի մղեր ավելի հեզլ լալու։ Այս բանը պետք է մեզ հետաքրքրել։ Բայց քանի որ այս նյութի շուրջ կխոսենք, այն բանը, որ մեզ զգաստացնելու է, այս նշանին առնչությամբ, որ տեսակ, որ մարգարեացված է և մեր աչքերում առջև գադարված է։ Թրոշմը խարագման մեջտեղ ելած է, ու ոչ թե պիտի ելլե։ Սակայն երբ անտիքրիստոս պիտի կործած է այս թրոշմը, պետք է քեդինը պատրաստվի։ Ավելի ցնցիչ հարցումը, քեդինը կպատրաստվի, գիրակտորիա թբրոց հաջախող փոքրիկը նույնիսկ կպատասխանե այո։ Եվ անալ ինչպես, արագ կերպով կպատրաստվի։ Աշխարհի մարդոց այնպեսի թրության մեջ տնելու աշխատին, որ մարդիկ ուզեն կամ ոչ հետևին ու հպատակին այդ թրության։ Եվ եթե Պողոս առաքյալին կործածած փառնալ, ուղիղ ըմբռնենք, բարձ գլա հասկանալ, որ հավատացյալներ ինչ բարականերու մեջ պիտի գտնվին վերջին օրերու մեջ։ Խնդրու առարգա եղող փառը հափշտակության փառն է, հափշտակություն, որ Թեսաղոնիկե մեջ գգարտանք, առաջին Թեսաղոնիկեցիս 4:15, գսե վասնզի դերը ինք ազդարարության հրամանով հրեշտակապետին ցայնով ու Աստծո փողովը երկինքեն պիտի իջնե և Քրիստոսով մեռածներ առաջ հարություն պիտի առնեն։ Հուղարկավորության ժամանակ այս մասը աղբոր գլսեն մարդիկ։ Երկրորդ բաժինը, ետքը, մենք ալ որ ողջ մնացած ենք, անոնցմով մեկտեղ պիտի հափշտակվենք։ Իսկ Գորոնթացիսի մեջ ալ պիտի փոխվենք փառը գործած է։ Նույն քաղաքապարը, նույն ցևով, գսե 15 առաջին Գորոնթացիս 15:51, այս ես խորհուրդ մը գզուրցեմ, ամենս պիտի չննչենք, բայց ամենս ալ պիտի փոխվենք։ Ինչպես
ինչ որ Թեսաղոնիկի մեջ գարտացին գսե հանգարձակի աչքոցել բանալու մեջ վերջին փողին հնչվելու ադենը որովհետև փողը պիտի հնչվի ու մեր elներ հարություն պիտի առնեն առանց ապագանության եւ մենք ալ պիտի փոխվենք նույն արարքին գագնարգե ինչ որ պիտի պատահի նույն թեփքին հոս պիտի փոխվենք գսե ուրեմն հոս հայերեն հապշտագություն գսե փնակիրը արփագի գսե արփագի որ կնշանակե փռնի ուժով խլել արակորեն փռնի ուժով խլել ինչու համար արակորեն պիտի խլեվի փռնի ուժով հավատացյալներ ինչպեսի բարականերու մեջ պիտի լան որ դերը արակորեն պիտի խլե եւ որու ցերքեն պիտի խլե որու ցերքեն պիտի խլե հավատացյալներուն վիճակը հեշտ պիտի չլա փռնի ուժով պիտի հապշտագե մեկ աչք փանալ խոցելու մեջ խորեցեք որու ցերքեն պիտի հապշտագե դերը այս աշխարհի սիստեմեն թրութենեն որ այնպեսի վիճակ պիտի լա որ մենք բամը չենք կրդարնել դերը մեզի պիտի հապշտագե քովարն է մեր դերնալ վերջին օրերուն մեջ հավատացյալներուն վիճակը կնկարագրե գսե սուտ մարգարեներ պիտի լինեն ու շատերը մոլորեցնեն եւ անօրենության շատնալուն համար շատերուն սերը պիտի բաղի բայց անդոր մինչև վերջը համբերե անիգա պիտի ապրի ինչու համբերել ինչ պիտի համբերել համբերելու համար պատճառ պետք է լա եթե ամեն բան լավ բնականon գնթանա համբերելու գարիքը չի գա ինչու պիտի համբերե դերոջ այս խոսքերուն վրա հիմնվելով Կոստինոսյան քաղաքարը դրա բանական գտվի որոնք կհավատան եւ գսեն ուրեմն հավատացյալներ նեղության մեջ է բիդանցնին մաղե բիդանցնին որբեսի անոնք համբերեն եւ գարտացված հատված եթե առնեք Հիսուս վերջին օրերու մասին գխոսի ոչ թե յակի բնական նեղություններուն ոչ էլ Դիդոս 70 թվականի Դիդոսի գդարած այդ բաշարումը որ հրյա ժողովուրդը մեծ չարչարանքներ գրեց անորամար չխոսիր եւ գսե ով որ ոչ թե համբերե հաբա մինչև վերջ համբերե սկիզբը Դիդոսի 70 թվականին հավատացյալները սահմանափակ էին Հրեաստանի եւ շրջակա քաղաքներու մեջ էին անոնց սերը չեր մեր ունեցածին գծախեին արաքյալներու ոտքը գտնեին շատ իրարու գսիրեին հոս գսե շատերու սերը պիտի բաղին վերջին օրերու գագնարգե եւ դեղ մնալ գսե երկամ հավատք պիտի գտնեմ որոնց համար գսե անապաշխար մարդոց համար մեր դերոջ այս խոսքերը առանց բարանելու նորուխտի վերջին օրերու ժամանակաշրջանի գագնարկեն մեզի համար ամենագարևորը միշտ պետք է հիշենք դերոջի խոսքերը երանի թե ամեն առավոտ գարտաս ինչ որ հիմա պիտի լսես Ղուգասու 21-րդ գլուխը առաջին մասը գարտացինք նորեն գարտամ եւ ասով վերջացնենք ասով բավարարվենք 3 գիրագիներ բավարարեն այս նյութերու շուրջ խորհինք եւ լուրջի առնենք եւ Հիսուսի խոսքը որ գսե Ղուգաս 21 պիտի գարտամ 34-36 իսկ թուք ըսկուշացեք թուք ըսելով որոնց գսե հադուկ իր հետևորդներուն գսե իր եններուն գսե աշխարհի մարդոց չսեր իսկ թուք ըսկուշացեք ցերանցերուն չլավո սիրտերնիտ գերուխումով ու քինովությունով եւ աշխարհային ըսպամուկներով ձանդրանա ու հանգարձակի այն օրը ցեր վրա ասնի
Վասնզի բոլոր երկրին երեսը բնագոներու ամենու վրա որոքայքի մբես պիտի հասնի, ուստի արթուն գեցեք ու ամենադեն աղոտ կրեք, որ արժանի լակ այն բոլոր ըլլալու բաներեն ազատելու և որդվո մարդո արջև գայնել։ Այս է, որ մեզ հետաքրքրելու է։ Հիսուս երկրորդ կալուստը ճշմարիտ հավատացյալին համար ամենաուրախ նյութերը մեկն է։ Մենք չենք վրդովիր, ոչ ալ դակնու վրա գլանք, ինչ գլակ որ այս աշխարհ Հիսուս պիտի կա։ Ինք խոսեցավ, իրավ գահավատաս դու, որ Հիսուս նորեն պիտի կա։ Երկրորդ հարցում, իրավ գահավատաս այս նշաններուն։ Երբ այս նշանները կգադարվին, կպատրաստվիս, ավելի դերոջ կմոտենաս, թե ոչ կսպասես 40 օրվա մեծ բաքին, որ ավելի Աստուծո մոտենաս, ամեն օր, դերոջը մոտենանք և մեր անձերուն վրա աշխատելով մենք մեզի մաքրենք, կսե ան որ այս հույսի իր մեջ ունի, ինք զինք գմաքրե, մորցիր շուրջիներըդ, ասոր անորդ մի չապվիր, թուն քու անցիդ վրա աշխատիր, որդև թուն պիտի գենաս Աստուծո առջև, հետդ մեկը պիտի չլա, այնպես որ երանի այս խոսքերը մեր սրդերու մեջ դեղ գտնեն իր փառքին համար, ամեն։ Կարևոր աստարարություններ, որ մեզի դրվեցավ այս արավոտ և դերը շնորհ որ ամեն մեկս արթուն և սկաստ կյանք ապրենք պատրաստ սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ 138-րդ երգով պիտի վերջացնենք, 4-րդ տունը զանց պիտի նենք և վերջին տունը ոտքի հովիվին աուտքով պիտի վերջացնենք պաշտամունքով։ Iisus kuka yernain yerni
Այո, մեր սիրելի Փրկիչը Տեր Հիսուս, մեր Թագավորը, մեր կյանքերում մեջ ապրող Տեր Աստուն գխոնարի քո առջև փառք կտանք, որ քու քալուստդ մոտեցած է եւ Տեր ամեն բան պատրաստ է գաոթենք Տեր առաջ որ թուրը կոծվի շատ մարդիկ քեզի քաշես քու սիրովդ եւ Տեր արթնցնես քո հոգիդ այնպես մկործե որ Տեր շատեր ջանչնան քեզ հասկանան քու սերդ քու գադարած փրկակորձությունդ հասկանան իրենց մեղավորը լալը եւ քեզի դառնան այս ուղղությամբ Տեր մենք ալ որպես հավատացյալ Տեր գնավիրվինք քեզի ցերկերու կանցնվինք կորձած մեզ Տեր որպես աղ եւ լույս եւ քեզի համար քաչ վգաներնես խոսքդ գնքես մեր սրտերու մեջ եւ ասոնք Տեր մեր մտքերու մեջ թարը մնան միշտ հիշենք որ արթուն եւ սկաստ գնալու ենք եւ բտղափեր կյանքեր ունենալով Տեր քեզի փառք բերող զավակները լան Տեր այս բոլոր անարժանապար կխնդրենք փառքիդ համար ամեն Ամեն